1917 թվական շարունակվում էր առաջին աշխարհամարտը։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը լուրջ հաջողություններ էին գրանցել, կռվելով Թուրքիայի արևելյան բանակի դեմ։ Գրավված էր ամբողջ արևմտյան Հայաստանը։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին փետրվարյան հեղափոխություն, ինքնակալության տապալում, ապա հոկտեմբերյան հեղափոխություն։ Իրադարձություններ, որոնք հիմն ի վեր շրջեցին իրադրությունը եւ Անդրկովկասում, եւ Կովկասյան ռազմաճակատում։ Լենինի գլխավորած խորհրդային կառավարության հրահանգով մինչև 1917 թվականի դեկտեմբերի 25-ը պետք է լիովին դատարկվեր Կովկասյան ռազմաճակատը։ Ռուսական զորքերը թողնելով ռազմական գույքի վիթխարի պահեստներ սկսեցին լքել ռազմաճակատը եւ մեկնել դեպի Ռուսաստան։ Ոչ մի ուժ, անգամ Շամխորի հայտնի մղձավանջային ջարդերը ի վիճակի չեղան կանգնեցնել նրանց, վկայում է գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը ավարտել էր Մոսկվայի զինվորական գիմնազիան, Ալեքսանդրյան զինվորական ուսումնարանը, մասնակցել էր 1877-1878 թվականների ռուս-թուրքական եւ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմներին, պարգևատրվել էր Սուրբ Աննայի, Սվյատասլավի, Վլադիմիրի, Գեորգիի շքանշաններով եւ ոսկե զենքով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել էր Կովկասյան ռազմաճակատում, եղել էր բրիգադի, դիվիզիայի հրամանատար, Դիլմանի ճակատամարտի հաղթողներից մեկը։ Թովմաս Հովանեսի Նազարբեկյան 1917 թվականին գեներալ-մայոր Նազարբեկյանը նշանակվել է հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում կանգնեցրին թուրքական զորքերի առաջխաղացումը։ Ինքնին հասկանալի է, թե հայ ժողովրդի համար ինչ էր նշանակում ռուսական զորքերի դուրսբերումը արևմտյան Հայաստանից։ Բոլշևիկների հռչակած առանց զավթումների եւ ռազմատուգանքների անջատ հաշտության կարգախոսը Թուրքիային իրավունք էր տալիս կրկին տիրանալու ռուսական զորքերի կողմից գրավյալ Արևմտահայաստանի տարածքին։ Նրանց առջև ինքնաբերաբար բացվում էին նաև Կովկասի դռները, եւ պարտված, բարոյալքված թուրքական բանակը հանկարծ հայտնվեց հաղթանակողի դերում։ Թուրքական հրամանատարությունը իր առջև խնդիր դրեց 3 ուղղությամբ Երևան, Թիֆլիս, Բաքու ուղղությամբ գրավել ամբողջ Անդրկովկասը, Անդրկասպյան տարածքները, Դաղստանը, դուրս գալ Միջին Ասիա եւ ինչպես նաեւ հյուսիսային Ատրպատականը գրավել, այսինքն դրանով առաջի փուլը ավարտել։ Այդ նպատակի իրականացման համար թուրքական ջախջախված բանակը Կովկասյան ռազմաճակատում կարողացավ հավաքել շուրջ 10,000-անոց զորամաս, թուրքական բանակների մնացորդներից ձևավորվեց այսպես կոչված Կարս զորախումբը, որը հենց պետք է իրականացներ այդ ռազմավարական խնդիրը։ Խախտելով զինադադարի պայմանները 1918 թվականի փետրվարից թուրքական բանակը սկսեց ռազմական գործողությունները արևմտյան Հայաստանում։ Նրա դեմ անձնվիրաբար կռվում էին փոքրաթիվ հայկական զինված ուժերը։ Երզնկայում, Էրզրումում, Սարիղամիշում, ռազմաճակատի բոլոր հատվածներում համառ դիմադրություն եղավ, սակայն լինելով տասնյակի գերակշիռ, թշնամին առաջ էր շարժվում։ Թուրքական բանակը ղեկավարում էին Մուրսել բեյը, որի գլխավոր նպատակն էր Թիֆլիսի ուղղությամբ դուրս գալ դեպի Բաքու, Ջեմալ Ջավիդ բեյը, որը Ղարաքիլիսայի ուղղությամբ Ղազախ Ելիզավետպոլ ուղղությամբ պետք է դարձյալ դուրս գար գլխավոր նպատակին Բաքվի վրա, եւ վերջապես Էսադ Փաշան, որի վերջնական նպատակն էր Ապարանի ուղղությամբ, Ապարանը Համամլուն Սպիտակը գրավելուց հետո աշտարակ Աբովյան խճուղիով դուրս գալ եւ շրջափակել Երևանը, վերջնականապես գրավել Անդրկովկասը եւ ինչպես հայտնի է վերջ տալ նաեւ արևելահայության ֆիզիկական գոյությանը։ Թուրքական զորքերը վերազավթեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Վանը, առանց դիմադրության հանդիպելու մտան Կարս։ Սկսվեց Բաթումի հաշտության խորհրդաժողովը Թուրքիայի եւ Անդրկովկասյան համադաշնության միջև։